Ազգային ժողովում 3 հուլիսի 1-ին արտահայտ գումարված նստաշրջանում որպես օրակարգային հարց քննարկվել է Վաղաշապատ համայնքի վերախոշորացումը։ Օրենսդրական առաջարկով նախատեսվում է ձևավորել Արմավիրի մարզի Վաղաշապատ համայնքի փունջը, որը ներառում է ներկայիս Վաղաշապատ եւ Խոյ համայնքները, վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։ Կառավարությունն այն ներկայացնում է որպես տեղական ինքնակառավարման մասին եւ վարչատարածքային բաժանման մասին օրենքներում առաջարկվող լրացումներ եւ փոփոխություններ։ Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 1 խոշորացված համայնք։ Ըստ ՏԿ նախարարի խոսքով տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացման եւ փոփոխության նպատակն է վերոհիշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 16-ին։ Իսկ որն է օրենքի նախագծի ներկայացման եւ քննարկման հիմնական պատճառը։ Հարկ է նշել, որ առաջիկա նոյեմբերի 16-ին սպասվող ընտրություններում Վաղաշապատում ԿՊ թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, ով նախկինում 2021 թվականի խոշորացումից հետո եղել է Խոյ համայնքի ղեկավարը։ Ավելի ուշ նա հրաժարական տվեց եւ 2024 թվականի դեկտեմբերին նշանակվեց Արմավիրի մարզպետ։ Մեխակյանը զբաղեցրել է նաև Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Հիմա էլ Դիանա Գասպարյանի անվան շուրջ ծավալված սկանդալից եւ վերջինիս հրաժարականից հետո ոչ երկար փնտրտուքից հետո ընտրությունը կանգնեց Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածու Արգիշտի Մեխակյանի վրա։ Քանի որ Արգիշտի Մեխակյանը լինելով Խոյ համայնքի նախկին ղեկավար, այդ շրջանում հեղինակություն է համարվում։ Իշխանությունը փորձում է այդ գործոնն էլ օգտագործել ընտրությունների ժամանակ ձայն փախցնելու համար։ Սկանդալային պարտությունները Գյումրիում եւ Փարաքարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար նոր դաս եղան եւ այժմ արվում է ամեն բան նոր եւ բացասական մարտահրավերներից խուսափելու համար։